Ես կտրեք, ձեզ վերցրեք են տորները իշատակ, սա պատմական ուսանեկրը Այսօր մեր ամենահյուրահալի օրերից մեկն է, ինչպես որ ցանկացած այն օրը, երբ որ մենք պատիվ ունենք եւ յուրահատություն մեզ այսպիսի լաբորատորիա ենք բացում։ Ես ներկայացնում Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ոլորտը։ Ոլորտ, որը այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է ամենաառաջադեմ, ամենարագ զարգացող, ամենաբարձր վարձատրվող, ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտը։ Ասեմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք 2000-ից ավելի չբավարարված աշխատատեղ, այսինքն թափուր աշխատատեղ, որը չենք կարողանում լցնել, որովհետև մասնագետներ չունենք։ Եվ այդպիսի 2 միլիոնից ավելի աշխատատեղ կա աշխարհում, որը էլի չի բավարարվում, որովհետև համապատասխան մասնագետներ չկան։ Եվ ոչ միայն մասնագետներ չկան, այլև բուհական համակարգը, կրթական համակարգը այդքան արտադրողականություն չունի, որպեսզի հասցնի այն պահանջարկի աճին, որը գոյություն ունի այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։ Այսօր Հայաստանում ամեն տարի պոլիտեխնիկ եւ հարակից այլ մասնագիտություններ Երևանի պետական համալսարանում, ամերիկյան համալսարանում, սլովակական համալսարանում եւ այլն ավարտում են մոտորապես 1800 շրջանավարտներ, որոնք ինչ որ կապ ունեն այս մասնագիտության հետ, այն դեպքում, երբ որ մենք ունենք արդեն 2000-ից ավելի չբավարարված աշխատատեղ եւ այդ թիվը անընդհատ աճում է։ Ինչպես գիտեք, ես համոզված եմ, որ բոլոր տեղ օգտագործում եք տեխնոլոգիական տարբեր գործիքներ, ձեր ուսման մեջ, կյանքում, ամենտեղ, որտեղ այսօր տեխնոլոգիաները ներթափանցել են ամենտեղ ներառորյան, համոզված եմ, որ օգտագործում եւ համոզված եմ, որ որոշակի առումով նաեւ տեղյակ եք, որ այսօր տեխնոլոգիաները ոչ միայն մեր առօրյա կյանքի եւ կենցաղի մեջ են, այլև ամենուր։ Այսօր չի կարելի խոսել որևէ մասնագիտության մասին եւ հաշվի չառնել, որ այս մասնագիտության մեջ, որպեսզի դու լինես լավ մասնագետ, անպայման պետք է կարողանաս տեխնոլոգիա կիրառել։ Կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են հատուկ այդ մասնագիտության համար, եւ կան ընդհանուր տեխնոլոգիաներ, որոնք որ բոլոր մասնագիտություններում կիրառվում են։ Այսօր բժշկությունը 90%-ով տեխնոլոգիա է, 10%-ով մասնագիտական ուղղություն, որովհետև այսօր բոլորս երբ որ հիվանդանոց են գնում, տեսնում ենք, որ ամենտեղ տարբեր տեխնոլոգիաներ եւ դրանք ստեղծվել են մեր նման երկրներում։ Մեզ համար չպետք է այդ սարքը փակ արկղ լինի, որի ներսում մենք չգիտենք թե ինչ է։ Եթե մենք ուզում ենք հաղթենք, եթե մենք ուզում ենք, որպեսզի մենք ինքներս հայտ ներկայացնենք աշխարհում եւ լավ մասնագետ լինենք, բարձր վարձատրվենք, մենք հաղթենք եւ մեր երկիրը հաղթի, մենք պետք է իմանանք ինչ է այդ սարքի ներսում եւ կարողանանք զարգացնենք այն ինչ որ կա։ Չգիտեմ, դուք առիթ ունեցել եք նայելու, որովհետեւ ինտերնետում բավականին տարածված ֆիլմեր կան հայ գյուտարարների մասին, որտեղ որ հերթով խոսում է տարբեր գյուտերի մասին, որոնք իրականացրել են հայերը։
ով է այդպիսի ֆիլմի մասին, օրինակ, ֆիլմ դիտել կամ հոլովակ դիտել, կարող եք ձեր բացասնել։ Չեք դիտել, դու դիտել ես, չէ՞։ Ասենք, ես օրինակ մի քանի օրինակներ բերեմ, որոնք տեխնոլոգիական թռիչքներ են ապահովել ամբողջ Հայաստանում եւ դրա հեղինակները հայեր են եղել։ Դա գունավոր հեռուստատեսություն է, որը բոլորը գիտեն։ Դա ռենտգեն սարքն է, տոմոգրաֆիան է, MRT-ն է, որը որ այսօր աշխարհի բժշկության մեջ, դիագնոստիկայի մեջ ամենաառաջադեմ սարքավորումներն են համարվում։ Ուրեմն Անգլիայում մենք մի հայրենակից ունենք, Ռաֆի ազգանունը կներեք չեմ հիշում այս պահին, որը որ լորդերի պալատի անդամ է եւ միակ հայազգի լորդն է ինքը եւ ինքը Անգլիայի նորագույն բժշկության հիմնադիրն է եղել է Անգլիայի առողջապահության նախարարը եւ երբ որ իրեն հարց են տալիս եւ ասում են թե լավ ինչը նպաստեց որ դուք այսքան մեծ հաջողություն ունեցաք բժշկության մեջ եւ Անգլիայում մասնավորապես ինքը ասում է ինժեներական գիտելիքները որտեղ ինքը ստեղծել է լապարասկոպիկ բժշկության խոշորագույն նորամուծություններ եւ դրանով ինքը դարձել է աշխարհի համար 1 բժիշկներից մեկը կարծես թե ինչ կապ պիտի ունենա ինժեներիան, բայց այո, ինժեներիան օգնեց, որպեսզի բժիշկը կարողանա լավագույնը լինել իր ասպարեզում եւ դառնալ մինչեւ այդ երկրի ամենաբարձրագույն պալատի, լորդերի պալատի անդամ։ Եվ այդպես շարունակ, այսօր որևէ մասնագիտություն զերծ չի տեխնոլոգիաներից։ Եվ ուզում եմ հասկանալ, որ այս լաբորատորիան չնայած ստեղծված է նրա համար եւ ստեղծված է այնպիսի գործիքակազմով, որ այստեղ կարող են սովորել կրթվել եւ դառնալ լավագույն ինժեներներ, բայց բացի դրանից այս լաբորատորիան նրա համար է, որ ովքեր ուզում են այլ մասնագիտության մեջ լինել լավագույնը, սա ճանապարհն է լինելու համար լավագույնը։ Եվ ինչ է նշանակում սա ճանապարհն է լինելու համար լավագույնը։ Սրանից 5 տարի հետո, առավել եւս 10 տարի հետո աշխարհը անճանաչելիորեն փոխվել է։ Ինչպես որ փոխվել է նախորդ 10 տարիների ընթացքում։ Մենք դա այնպես առարկայական չենք զգում եւ չենք զգացել, քանի որ մենք անընդհատ եղել ենք դրա մեջ եւ այդ փոփոխությունները մենք զգացել ենք կամած, քայլ առ քայլ։ Եթե սրանից 10 տարի առաջ խոսեին բջջային հեռախոսի մասին, մենք ասենք թե ինչ ֆունկցիոնալիթի կատարի հեռախոսը, մենք հաստատ քմծիծաղով կանրադառնայինք առնվազն, որտեղ չէինք կարող հավատալ դրան, բայց այսօր դա իրականություն է։ Այդպիսի կատակներ կան, չգիտեմ, ավելի ունեցել եք նայում թե չէ, ռուսական այդ կոմիզի կլաբ եւ այլն որտեղ որ խոսում են, թե ոնց է Ստալինը ասում, թե ինչպես է ինքը ուզում որ վաղը հեռախոսի ինչ ֆունկցիաներ կատարի, հա։ Մենք ծիծաղում ենք, բայց այդ ծիծաղը այսօրվա իրականությունն է։ Եվ մենք ծիծաղով ենք մոտենում, բայց այդ ծիծաղը իրականում դա մարտահրավեր է մեզ բոլորիս։ Արդյոք սրանից 5 տարի հետո, երբ որ դուք պետք է մտնեք մասնագիտական կյանք, դուք լինելու եք 2021 թվականի աշխատողը, ղեկավարը, մարդը, արդյոք դուք լինելու եք ձեր ժամանակում, թե դուք հետ եք մնալու այդ ժամանակից։ Կարևոր չի, թե այսօր ինչ է կատարվում աշխարհում այնքան, որքան կարևոր է, թե ինչ է կատարվելու աշխարհում 5 տարի հետո։ Կարևոր չի, թե ինչ գործիքներ ենք մենք այսօր օգտագործում ձեր բարակայում, որքան կարևոր է, թե ինչ գործիքներ պիտի օգտագործենք 5 տարի հետո։ Եվ որպեսզի մրցունակ լինենք, մենք պիտի սովորենք վաղվա տեխնոլոգիաները։ Մենք պիտի սովորենք տեխնոլոգիաների հիմքերը, որպեսզի վաղը ցանկացած մեր կենցաղում կլինի, աշխատանքում կլինի, գյուղատնտեսության մեջ կլինի, փականագործ կլինենք, բժիշկ կլինենք, իրավաբան կլինենք, մենք կարողանանք ամենանորագույն տեխնոլոգիաները օգտագործենք, լինենք լավագույնը, վարձատրվենք արժանապատիվ եւ ապրենք այս երկրում։ Եվ ուրեմն սա մի միջավայր է, սա մի լսարան է, այստեղ մի մթնոլորտ է եւ մարդիկ են, որոնք նրա համար են, որպեսզի դուք դառնաք իսկապես այնպիսին, ինչպիսին, որ հարիր է այսօր աշխարհի ամենաառաջադեմ երկրների, ամենաառաջադեմ կրթական համակարգին։ Առաջին հայացքից ինքը ընդհանրել է համակարգչային լսարանը, բայց այստեղ կուտակված է այսօր ինժեներական գիտելիքի փոխանցման ամենակարևոր կոմպոնենտները։ Առաջինը դա ծրագրային ապահովումն է, դուք կսովորեք ծրագրավորում, ընդ որում կսովորեք հայերենով, որպեսզի որևէ պրոբլեմ, խոչընդոտ եւ կոմպլեքս չլինի լեզուն յուրացնելու եւ ալգորիթմական մտածողություն ձեռբերելու առումով։ Դուք կսովորեք 3D մոդելավորում, որը այսօր աշխարհի հիմքում է։ Այսօր որևէ մեկը ձեռքով ոչինչ չի գծում, որևէ համալսարանում, որևէ արտադրությունում, որևէ ձեռնարկությունում ամբողջը գծագրվում է համակարգչով կամ բազմաթիվ գործիքներ, այդ թվում բաց ձերի գործիքներ, որին կսովորեցնենք ձեզ։ Այսինքն դուք կարող եք այստեղ տեղադրված ցանկացած սարքի, ցանկացած դետալ
Եվ ոչ միայն այս դետալը, այլ ինչ որ ուզում եք, ուղղակի գծեք եւ ստեղծեք այս երկու սարքերի միջոցով, որոնցից մեկը շաղաթային հաստոցն է, ավտոմատ կառավարման եւ ծրագրավորման, այսինքն դուք պատկերը կհրամայեք իրեն եւ ինքը կգծի ձեզ համար, կտաշի ձեզ համար, կխարավի ձեզ համար։ Եվ երկրորդը 3D տպիչն է, եռաչափ տպիչն է, որը կարող է ձուլել ցանկացած դետալ։ Եվ սա հնարավորություն կտա, որպեսզի դուք իրականություն դարձնեք ինչ-որ սարք կառուցելու ձեր ամեն մի ցանկությունը։ Այս համակարգիչը կարող ես անջատել 10 ինձ ես USB-ները դիտեմ անում ու ինձ այդ համակարգիչը։ Եվ վերջապես երրորդ կոմպոնենտը, որը մենք շատ կարևորում ենք, դա ռոբոտ քիթ են ասում, այսինքն ինքը հավաքածուն է, ռոբոտի հավաքածուն, որը նախնական մենք ձեզ տալիս ենք որոշակի մեխանիկական եւ էլեկտրոնիկ սարքավորումներ, որոնք դուք կարող եք ստեղծել ռոբոտ եւ ձեր ծրագիրը ռոբոտի պրոցեսորի միջոցով տեղադրեք ռոբոտի մեջ եւ ստիպեք իրեն ինչ-որ գործողություններ կատարել։ Այսինքն սա սովորական ռոբոտ չէ, որ ուղղակի կառուցում եք։ Սա ռոբոտ է, որին դուք ստիպում եք ինչ-որ գործողություն կատարել։ Ամբողջ աշխարհը այդպեսին է, տիեզերագնացությունն է այդպեսին, ինքնաթիռներն են այդպեսին, հա, դուք բոլորը գիտեք, հա, երբ որ ասում ենք ավտոպիլոտ, ինչ է ավտոպիլոտը, հա, երբ որ դու մեծ սարքին ստիպում ես, որ